Կարծեն անհատապես առանձին հարցերով։ Նախ բարև զանգելի լրագրողներ, ասեմ, որ ձեր ջանքերի շնորհիվ որ Հայաստանի հասարակության հատվածը որոշահագրգռված է մեր երկրի ճարիքի իշխանությունից ազատվելու ձեր միջոցով է տեղեկանում նորությունների մասին եւ դրանով պայմանավորված իր վրդովմունքն արտահայտում տարբեր ձևերով։ Հիմա ես կուզենայի այս գործով անդրադառնալ շատ կարևոր մի փաստի, որ կոչվում է ՕՀՄ ապացույցներ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ, այսինքն գաղտնալսումներին, որոնք որ իրականացվել են վարույթն իրականացնող մարմնից առաջ ԱԱԾ-ի աշխատակիցների ենթադրյալ հաղորդման հիման վրա դատարանի կողմից տրված որոշման եւ այս ապացույցները բերվել են դատարան առանց փորձաքննության եզրակացության։ Պատկերացնում եք, սենց հիմա մենք զրուցենք, ու այս մեր զրույցը ենթադրենք, ասենք համարեն հանցակազմ հատկանիշներ պարունակող, ու մեկ է քննիչին տան, որը որևիցե մեկից չի տեսել, չի ճանաչում, չնայած ձեզ կարող է տեսած լինի, եթե նորություններով հետ։ Ու սկսի գրել անունը, ես ինչ ասեց, սա ինչ ասել, 18 անձանց այդ արդարների անունները գրելով յուրաքանչյուրին վերագրել է ինչ-որ տեքստ ու բերել են մեղադրական եզրակացությանը կից դատարան, որպեսզի որպես ապացույց հետազոտվի, դա էլ որպես ապացույց հետազոտման հանրային մեղադրող ներկայացրել է։ Տեղեկացնեմ ձեզ, որ յուրաքանչյուր քրեական գործով, երբ որ անհրաժեշտ են հատուկ գիտելիքներ պահանջող անձի կողմից եզրակացություն, այսինքն փորձագետի եզրակացություն, միանշանակ պետք է նշանակվի փորձաքննություն։ Օրինակ, այս գործից դուրս ասեմ, որ համեմատություն ունենալ։ Օրինակ, ասենք, ծանր մարմնական վնասվածք է հասցրել մի անձի, որպեսզի հիմնավորվի, որ ծանր է, միջին ծանր թե նվազ ծանր, փորձագետը պետք է դատաբժշկական փորձաքննությունը նշանակում տալիս է եզրակացություն։ Կամ թմրադեղեր իրացման մեջ անձին բռնել են, պետք է որոշեն, դա թմրադեղ է, եթե թմրադեղը ինչ քանակ է եւ դրանով պայմանավորված, ասենք անձի մեղքը որակվի ծանրության աստիճանով սահմանված համապատասխան թմրադեղերի եւ գրաններով անձի մեղսագրեն տվյալ արարք։ Տվյալ դեպքում որպեսզի մեղսագրային անձանց ենթադրյալ ահաբեկչության եւ իշխանության յուրացման մեջ պետք է ունենային փորձագետի եզրակացություն, թե արդյոք օրինակ գրածա Բագրատ Սրբազան, այդ Բագրատ Սրբազանն է ասում։ Կամ այնտեղ գրված է օրինակ Իգոր Սարգսյան, որի պաշտպանը ես եմ։ Այդ Իգոր Սարգսյանն է ասում, թե չէ։ Ես 30 տարի դատարանում եմ բազմաթիվ անգամ նշել եմ, 30 տարվա իմ ընկերն է։ Գաղտնալսում ես, լսում եմ ձայնը չեմ կարողանում նմանացնել, ասեմ եղբայր, այս քննիչը հո պայծառատես չէր։ Նաստրադամուսներ, վանգաներ, թե մեսինգներ, որ սենց լսում ա մեկի ասում ա գրեք սրա անունը, գրեք նրա անունը։ Ամեն դեպքում, եթե նույնիսկ նման ունակություններ ունենար քննիչը, քրեական դատավարության 252 հոդվածը որ սահմանում է փորձաքննության պարտադիր նշանակում, դրա երկրորդ մասն ասում է, որ եթե նույնիսկ նախաքննական մարմնի որևիցե անդամ տիրապետում է նման ունակություններ, նա չի կարող տա եզրակացություն կամ որևիցե գործողություն փորձագետի կատարել։ Ունենք մի վիճակ, որ բերել են այդ ՕՀՄ գաղտնալսումները առանց փորձաքննության եզրակացության։ Բագրատ Սրբազանը, որ իրավաբան չէր, հենց առաջի նախնական դատալսման ժամանակ հարց բարձրացրեց, ուր է ձեր փորձաքննությունը, որտեղից եք հիմնավորը, որտեղ ես եմ խոսում կամ նշեց հերթով բոլոր են անձանց, որոնց մեղսագրվել է ենթադրյալ այդ հանցակազմիկ հատկանիշներով արարք, որ նրանք են խոսում, ուր է այդ փորձաքննությունը։ Ու այտենց յուրաքանչյուր նախնական դատական նիստի ժամանակ, եթե ոչ ամեն անգամ, գոնե մեկ ու մեջ Բագրատ Սրբազան քրեական դատավարության 320 հոդվածով երկրորդ մասով ապացույցների անթույլատրելիության ճանաչելու բանին այդ հարցի քննարկմանը, այնտեղ հետաքրքիր հանգամանք կա երկրորդ մասի առաջ պարբերությամբ, ասում առանց բովանդակային հետազոտման հնարավոր է ճանաչել այդ ապացույցը անթույլատրելի։ Միջնորդեցի դատարանին, հիմնավորեցի, որ առանց բովանդակային չկա փորձաքննություն։ Եղբայր, եթե չկա փորձաքննություն, այդ ապացույցների անցաթուղթը, որ մտնի դատարան ու որպես ապացույց դիտարկվի, փորձաքննությունն է։ Եթե չունի անցաթուղթ, ես մնացել եմ սկսեի բացատրել դատարանում խնձորի երեխաների, որ մեկին գումարած մեկն են ասում, մի խնձոր ես ունեմ, մի խնձոր տան քեզ կանիսը կլինի։ Այդ մակարդակի բացատրություն եմ ուզում, տալիս եմ, ուզում եմ պատասխանը ստանամ ու իզարմանս ինձ հանրային մեղադրողն ասում է, դա 105 հոդվածով է կարգավորվում քրեական դատավարության, որն էլ պնդում է դատավորը, այն դեպքում, երբ որ 105 հոդվածը սահմանում էր ապացույցների գնահատումը, այսինքն երբ որ բոլոր քրեական գործը մենք հետազոտենք, այն ինչ որ ներկայացրել է հանրային մեղադրողը եւ պաշտպանական դրանից հետո երբ որ այդ բովանդակային հետազոտում կլներ, այդ ժամանակ նոր պետք է անդրադառնային դրանց անթույլատրելիությանը
Այն դեպքում, երբ որ հենց այդ 328-ի երկրորդ մասն ասում են, եթե բովանդակային հետազոտում է նախատեսում 335 հոդվածով, այսինքն ապացույցների հետազոտումից հետո, բայց այս դեպքում ակնհայտ է, որ ոչ մի բան բովանդակային չպետք է հետազոտվի։ Չկա ապացույց, ուրեմն այդ ապացույցներն անթույլ կներեք, չկա փորձաքննություն, ուրեմն այդ ապացույցները պետք է հանվի։ Հիմա ինչի չկա փորձաքննություն, ասեմ, որովհետև շատ հապճ է։ Տեսել եմ, որ որևիցե ուղիղ պատկերացրեք 1 տարուց ավել գաղտնալսել են։ Տեսել եմ որևիցե ապացույց, որը որ անցակազմ ունի ու կարա մտնի այդ իրանց մերսագրած այդ 300 քրական օրենսգրքի 308 հոդվածի ահաբեկչության տակ կամ 410-ին այնտեղ իշխանության յուրացման տակ եւ իհարկե 43-ն դրել են նախապատրաստությունը, հարգելի լրագրողներ, որևիցե հանցակազմի հատկանիշ, որ այդ հոդվածների մեջ սահմանում է, որ այս արարքի հատկանիշները պետք է լինի, որ անձին մեղսագրեն այդ արարքը գոյություն չուներ։ Դրա համար առանց փորձաքննության հապճեպ, իսկ հապճեպությունը պայմանավորված է օգոստոսի 8-ին, ոնց որ կասել Նիկոլ Լևոն Տեր-Պետրոսյանը բնութագրելով Նիկոլ Փաշինյանին ազգակործան պատուհաս անվանեց, եթե հիշում եք, Մեղրի հետ կապված Ամերիկայում պիտի պայմանագիր կնքեին, այդ Մեղրի միջանցքը ադրբեջանցիներին հանձնեմ, իսկ սրբազան պայքարը հանձինս Բագրատ Սրբազանի տեսել են, որ լսել են, որ շատ կարգապահական ձևով նախապատրաստվում են հավաքների, իսկ հավաքները քրեական օրենսգրքով սահմանված չեն հավաքների անցկացումը, դրանք օրենսգիրքում են հավաքների մասին, նաև սահմանադրությամբ ամրագրված ազատ հավաքներ անցկացնելու իրավունք ունեն։ Դրա համար գնացին այս քայլին ու անդիր էր լինելու նաև այս մեղսագրվող այս օհոնայի տվյալները հիմնավորելու։ Սա է ամբողջ պատճառը։ Հարույց իրականացնող Մանուկան հետագայում դատախազում որ մեկից բարձրաբանել են, թե ինչու փորձաքննություն չի նշանակվել եւ ինչպես է հիմնավորվում, որ Արքիեպիսկոպոս Գալստյանյանի ոչ մի բան չեն հիմնավորել, ոչ մնացած իմ կոլեգային քար լրություն։ Խոսապում են, որտեղ ասելու բան չունի։ Բարձրաբանումներ փորձել եք։ Դատական նիստերին բարբերաբար այդ հարցը կարծացրել ենք, որևէ արձագանք չի եղել։ Գլխավոր դատախազ Արթուր Սարգսյանի անձեռնախելությունից զրկելու process-ում ազգային ժողովում հայտարարեց, որ նշանակվելու է